Պարոն վարչապետ, բայց ես ուզում եմ ասել, որ իհարկե կան մարդիկ, ովքեր հավելված ներբեռնելու, կայք մտնելու, գուցե ունենան դժվարություններ, այս պարագայում էլ իրենց կցագրված ընտանեկան բժիշկի միջոցով այս ինֆորմացիան եւս կարող են ստանալ, եւ մենք նաեւ 65+ քաղաքացիների համար SMS տարբերակով էլ տեղեկացնելու ենք այս երկու օրը, որ կարգավիճակ նրանց արդեն շնորհվել է, այսինքն բոլոր միջոցներով կաշխատենք տեղեկացումը անել։ Ես կոչ կանեմ, որ բոլորը ներբեռնեն, որովհետեւ եթե մեր տատիկները, պապիկները չեն կարան թորնիկները անեն, հարևանը կարա անի։ Եվ ինչ ես մի հատ կարևոր նյուանս կա, ես չեմ ուզում այս պատմության մեջ նեգատիվ կոմպոնենտ մտցնել ընդհանրապես, բայց ես կարծում եմ, որ մի հատ հետեւյալ շատ կարևոր հանգամանքն էլ կա։ Արմենտի հավելվածի մեջ մեր անունով եւ մեզ համար ֆիքսված ամեն ծառայություն ֆիքսելու է։ Ես տեսնելու եմ, թե ով ինչ վճարում է արել ներառյալ պետական բյուջեի վճարումներից։ Մենք եւ սա թափանցիկության շատ կարևոր մի չափանիշ է, որովհետեւ ցավոք սրտի նախորդող շրջանում մենք բախվել ենք իրավիճակների, քրեական գործեր են հարուցվել եւ այլն, մարդիկ են դատապարտվել, երբ որ արձանագրել ենք, որ ծառայություններ են գրանցվել, որոնք իրականում չեն մատուցվել եւ պետական բյուջեից փողեր են ստացվել եւ այդպես շարունակ։ Սա շատ կարեւոր է նաեւ թափանցիկության առումով, որ եթե իմ անունը միտեղ գրել են եւ իմ իբր ես ծառայություն եմ ստացել եւ դրա դիմաց պետբյուջեից փող է դուրս գրվել, մարդը կտեսնի։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ մի րոպե ես ծառայությունը չեմ ստացել, իմ անունով գումար է դուրս գրվել, առնվազն գոնե կլինեն մարդիկ, ովքեր կհազանգեն, կասեն, ես ինչ գումար է իմ անունով դուրս գրվել։ Այսինքն սա էլ է մի հատ շատ կարևոր նրբություն, որը պետք է հաշվի առնել, նաև սա առողջության ապահովագրություն նաև հաշվետվողականության եւ թափանցիկության մի հատ լրացուցիչ գործոն է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ Հետևաբար, այսինքն հանրությունը ինքը կարող է վերահսկել առողջապահական համակարգի ծախսերի մի զգալի մասը առնվազն այս հատվածով։ Դրա համար սա էլ է երկակի նշանակություն ունեցող նախագիծ է, որը կարևոր է համարում ընդգծել։ Համեցեք։ Եվ մի փոքր լրացում, պարոն վարչապետ, քանի որ մեր նպատակն է, որ մենք մեր առողջությանը վերաբերվենք որպես ռեսուրս, այսինքն մի դեպոզիտային հաշիվ, մենք այդ անալոգները քննարկել ենք աշխատանքային քննարկումներում, եւ ինչպես մեր բանկային հաշիվն ենք միշտ դիտարկում, այս օկտահաշիվն էլ մեր ամբողջական առողջության պատմությունն է եւ պիտի մեզ հուշումներ տա նույն տարեկան զննումների մասին, պարտադիր սկրինինգային ծրագրերի մասին, այսինքն մեր առողջության մասին ամբողջական տեղեկատվությունը եւ դրա վարումը հենց այս գործիքի միջոցով պիտի արվի եւ մեր քաղաքացիներն էլ հենց ակտիվ մասնակիցն են իրենց առողջությանը հետևելու առումով։ Շատ լավ, եւ այնուամենայնիվ ամփոփելով, եթե այլ դիտարկումներ չկան, համեցեք։ Բոլոր դեպքերում ուզում եմ նշել, որ մտավախությունը ոչ այնքան ինտերնետ կապի հետ է կապված, այլ ավելի շատ միաժամանակյա մուտքերի հենց առմետ համակարգ։ Հետևաբար, ինչպես դուք նշեցիք, հունվարի 1-ից կոչ ենք անում անմիջապես չգրոհել բժշկական հաստատությունները, նաև հույս ունեմ, որ նիստին հաջորդող 1 ժամվա ընթացքում մուտքերը շատ չեն լինի եւ հենց ինքը համակարգը պատրաստ կլինի, որովհետեւ կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում կարելի է ներբեռնել, որովհետեւ որքանով էլ որ տեխնիկապես համակարգը պատրաստ լինի, միաժամանակյա հազարավոր, էլ չասեմ տասնյակ հազարավոր մուտքերին շատ քիչ համակարգեր կան, որ կարող են դիմանալ։ Բացառապես սրանով պայմանավորված։ Շատ լավ, դե կպայմանավորվենք 1,600,000 հոգով, ով որ ժամին ներբեռնում, դրանով հարցը կլուծենք։ Համեցեք, պարոն Գրիգոր։ Մի շատ հետաքրքիր բան կա, կարող է նույնիսկ հիմա տարօրինակ թվա, բայց շուտով շատ ռեալ է լինելու, այս համակարգում հիմա այս տրամաբանությունն է կառուցված, որ վաղը մյուս օրը առողջ ապրելակերպ վարող մարդը միավոր է հավաքելու, այդ միավորները օգտագործի որպես կարող է բարեկամին կամ ծնողին փոխանցելու հնարավորություն եւ արժեք։ Այսինքն գրոհել պետք չի։ Եթե չգրոհենք, այդ գրոհելն զուգահեռ բալանսում կա նաեւ միավորների կուտակման տրամաբանություն, այդ պատմությունը միևնույն է, մի օր օգտագործվելու է։
Եվ մենք կարծում ենք, որ դա ամենալուրջ խթանն է լինելու, որպեսզի համակարգը բալանսավորված աշխատի։ Ու մենք այդտեղ ուրիշ գաղտնի դավադրություններ էլ ունենք մենք պահացել, շատ էլ որ չենք ասում։ Հետո հետագայում պարզվելու է ով է ծխում, ով չի ծխում, ով է առողջ ապրելակերպով զբաղվում, ով է առողջ, որովհետև հա, մենք պետքա գրոհենք առողջ ապրելակերպ, պետք է մարզասրահները գրոհենք, պետք է քայլուղիները, վազքուղիները, հեծանվուղիները եւ ընդհանրապես պետքա մեր գրոհները այդ ուղղությամբ լինեն, որովհետեւ մենք ընդհանուր առմամբ խնդրեմ ունենք եւ դա շատ կարեւոր բան է։ Իմիջայլոց հազիվ առիթ է, քանի որ հասանք ծխելուն եւ բանին, ծխելուն եւ անառողջ այլ գործելա բաներին, գործելա կարգերին, ես ուզում եմ մի sense դիտարկում անեմ, ինքս իմ փորձից ելնելով, որ մարդ, որը բավական երկար ծխել է, ընդհանուր առմամբ գիտեք հետեւյալը կա, ծխող եւ ալկոհոլ օգտագործող մարդը ո՞նց է մտածում։ Ասենք նորմալ է, չէ՞, դե ասենք առնվազն ծխելը, հա, բայց հիմա նոր տարի է գալիս եւ այլն։ Մտածում է հետեւյալ կերպ, ասում է ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է, եւ հետեւաբար ես ինչի պետք է ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ։ Իսկ իրականության մեջ հաճույք է չծխելը եւ ալկոհոլ չօգտագործելը։ Եվ երբ որ մարդը հասնում է այդ կետին, ինքը հակառակ ասում է չծխելը հաճույք է, ալկոհոլ չօգտագործելը հաճույք է, ինչի պետք է ես ինձ այդ հաճույքից զրկեմ։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է ընդհանրապես ցանկացած բանի համար հայեցակարգը, նարատիվը, տեքստը, որը դրած է այդ գործողության տակ, շատ կարևոր է։ Գործողությունը չի փոխվում այնքան ժամանակ, մինչև տակի տեքստը, այսինքն soft-ը, ծրագիրը չի փոխվում։ Եվ հետևաբար, այո, ձեր նշածը, որ մենք նաև առողջ ապրելակերպը ոչ թե պետք է ինքը նաև դառնա շահավետ, որը պետք է արտահայտված լինի կոնկրետ բոնուսներով, կոնկրետ հնարավորություններով եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մենք հիմա ասենք 200 միլիարդ ենք ծախսում, 200 միլիարդ ծախսում ենք առողջության ապահովագրության համակարգի վրա, այդ ծախսը ավելանալու է, դառնալու է 250 միլիարդ, 300 միլիարդ եւ այլն, միջև գա հասնի մի բալանսի կետի, բայց ուրիշ խնդիր կա, այդ բալանսի կետին հասնելուց մենք պետք է մտածենք հետեւյալը. Ինչի մենք, եթե մենք 50 միլիարդ լրացուցիչ դրամ պետքա ծախսենք, որպեսզի մարդուն բուժենք, մենք գուցե 50 միլիարդ կամ 40 միլիարդ կամ 10 միլիարդ ուղղենք նրան, որ մարդը չհիվանդանա։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն, դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Այսինքն ծխելը կյանքի հաճույք է։ Բայց ես ասում եմ, երբ մարդ, որը ծխել է, ընդ որում տեն շատ է ծխել։ Ես ասում եմ, դա հարգելինես, դա բացարձակապես այդպես չի։ Եվ հետեւաբար ընդ որում մենք էլ պետք է տեղից էլ պետք, որ մենք հիմա պետք է ինչ-որ մի հատ սենց բան կա, լծակ կա, այդ լծակը քաշենք եւ այդ հարցը պետք է լուծվի։ Տենց էլ չի լինում։ Մենք շարունակաբար հետևողական պետք է խոսենք, պետք է համակարգեր ստեղծենք, պետք է հիմա նույն առողջ ապրելակերպ ենք ասում, հա։ Մարզի բնակիչը առողջ ապրելակերպի ենթակառուցվածքի նույն հասանելիությունը չունի։ Եվ այդ է պատճառը, որ մենք բան ենք անում, որ մենք այդ մարզական կենտրոնների նախագիծն ենք անում, որպեսզի բոլոր տեղերում այդ հասանելիությունը լինի։ Համեցեք։